ոնց եղավ որ Ռուսաստանը 91 թվից մինչև 23 թիվը կամ 23 թիվը որպես գործընկեր լավներ, հետո հանկարծ վատաց։ Ես այդպիսի պրետենզիա 10 տարի նախագահ եմ եղել, ես չեմ կարող այդպիսի պրետենզիա։ Ինչ լուրջ հարց եղել է, մենք քննարկել ենք եւ ամեն մեկը իր մասով 100%-ով կատարել ենք։ Նաեւ մեր անվտանգային հարցերի հետ կապված։ Բայց հիմնական սպառազինության ծավալը եւ այլ չեմ ուզում նույնիսկ դրա մեջ մտնել։ Ինչ պայմանավորում ենք 100%-ով արվում։ Հիմա ինչ փոխվեց մի օրում, մի փոխվեց։ Կամ 20 թվականի պատերազմը ով էր կանգնեցրել։ Հասկանալու միջնորդություն։ Ես գիտեմ ինչ դժվարությամբ են դա արել։ Հոկտեմբերի 18-ին 20 թվականին ով էր առաջարկել, ով էր կանգնեցնում, մենք հրաժարվեցինք, չէ՞։ Մենք շատ հստակ մեր Հայաստանի վարչապետը ասեց չէ կկռվենք, չենք կա։ Որ իրեն դավաճան չասի։ Դա էլ ենք գցում ռուսի գրպանը։ Դե լավ հերիք ենք։ Այդ աստիճանի մենք բան չպետք է մանիպուլյացիա ենթարկվելու, ուղղակի ոչ արդար է։ Ну, բացի արդարությունից միգուցե քաղաքականության մեջ արդարություն բառը այդքան լավ չի, բայց ոչ արդար է, ոչ էլ համապատասխանում է իրականությանը։ Ամեն ինչը փոխվեց։ Որովհետև մենք համարել ենք, որ Ռուսաստանը 2000 խաղապահուն է Ղարաբաղում, այն դու, այն Ղարաբաղը, այն Ադրբեջանը։ Գնացեք իրար ոնց ուզում եք պայմանավորենք, ես ձեռքերս լվանում եմ, ես ստանում եմ աշխարհաքաղաքական խաղերի ազատություն, ինչ ուզում անում եմ։ То есть սա չի կարող անհետևանք չլինի։ Ռուսաստանն էլ այդ պարագայում պետք է մտածի։ Այս Հայաստանը ոնց որ ուրիշ տեղ գնում, մեր գործընկերը չի, մենք փորձենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ավելի խորացնենք, որ այս տարածաշրջանում մեր ներկայությունը չկորցնենք։ Շատ բնական, այսպես ասենք, ազգային իրենց պետական շահերից բխող քայլեր են անում, մեզ դուր չի գալիս։ Մենք էմոցիոնալ սկսում ենք բանանալ, մենք ինքներս մեզ չենք նայում, ասում ենք լավ, պատճառը հետևանքային կապը ո՞րն է։ Սկզբից ինչ ա եղել, հետո ինչ ա եղել։ Հիմա այստեղ ավելի շատ ոչ թե ճշմարտության հարց, ավելի շատ իրենք կեղծ թեզ են առաջ բերում եւ ամբողջ քարոզչա մեքենան փորձում են այդ ուղղությամբ աշխատացնել։ Հիմնական նպատակը Ռուսաստանի նկատմամբ սերմանել անվստահություն։ Հակառուսական տրամադրություններ զարգացնել այստեղ։ Հիմա դա ում է պետք այսօր։